Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 14 փետրվարի օրը շաբաթ, բարի երեկո։ Գեղարքունիքի մարզպետն ամփոփել է 2025 թվականին մարզում կատարված աշխատանքները։ Նա ներկայացրել է տարբեր ոլորտներում շինարարությունների ծավալներն ու արժեքները, այդ ծրագրերի անհրաժեշտությունը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Գեղարքունիքի մարզում 2025 թվականին շուրջ 43 միլիարդ դրամի ծրագրեր են իրականացվել։ Գործել է 328 շինհրապարակ, կատարված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունքներն ամփոփում է մարզպետ Կարեն Սարգսյանը։ 67 դպրոցաշինական ծրագրեր ենք իրականացրել, մանկապարտեզների 10, ճանապարհաշինության 83, խմելու ջրագծերի, դրենաժային համակարգերի, կոյուղատարերի կառուցում 82 ծրագիր, գազատարեր 4 ծրագիր, լուսավորության ցանցի անցկացում 35 ծրագիր, ամբուլատորիաների կառուցում, վերանորոգում 5 ծրագիր, հասարակական նշանակության շինությունների, դրանք են մշակույթի տներ, հանդիսությունների, սրահների վերանորոգում, գույքի ձեռքբերում 7 ծրագիր, նաև կանգառների ձեռքբերում, նորից գույքի ձեռքբերման 20 ծրագիր եւ 11 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում ենք իրականացրել եւ 2 ծրագիր, մեկը Գավառի շատրվանային համակարգի տեղադրում եւ միացման ծրագիրն է, մյուսը Ճամբարակ խոշորացված համայնքում հուշարձան քանդակի տեղադրման ծրագրի մասին է խոսքը։ Թվարկված աշխատանքների հիմնական մասն ավարտված է, ընթացքի մեջ գտնվողները կավարտվեն այս տարի։ 2025-ին մարզում ծավալուն դպրոցաշինություն է իրականացվել, վերանորոգվող 11 կրթօջախից 3-ում շինարարությունն ավարտված է, մյուսներում կավարտվի առաջիկայում։ Նախորդ տարի շահագործման է հանձնվել Ջիլ գյուղի նորակառույց դպրոցը, Սևան քաղաքում էլ երաժշտական դպրոցը։ Մեկ քոլեջի զրոյից կառուցման աշխատանքներ է իրականացվում, 15 դպրոցների կառուցման, 3 դպրոցների մարզադահլիճների կառուցման աշխատանքներ, այս 3 մարզադահլիճները արդեն հանձնված են շահագործման։ Ունենք 8 դպրոցների մարզադահլիճների վերանորոգման աշխատանքներ, 8 դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացման ծրագիր ենք իրականացրել, 21 դպրոցների 84 դասարանների վերանորոգման աշխատանք ենք իրականացրել, լաբորատոր սենյակների մասին է խոսքը եւ նաեւ հագեցրել ենք լաբորատոր գույք սարքավորումներով։ Շինարարական եւ վերազինման մեծածավալ ծրագրեր են իրականացվել նաեւ մարզի առողջապահական հաստատություններում, բարելավելով բույժ սպասարկման որակը, ավելացնելով մատուցվող բույժ ծառայությունները։ 2025 թվականից սկսված այս պահին էլ շինարարության փուլում են գտնվում 3 բժշկական ամբուլատորիաների շենքերը, դրանք են Վաղաշենի բժշկական ամբուլատորիայի նոր շենքի կառուցումը, Վարդենիկի բժշկական ամբուլատորիայի նոր շենքի կառուցումը, Ծաքարի բժշկական ամբուլատորիայի նոր շենքի կառուցումը։ Իզերի դեպարտամենտի հետ եւս 2 բժշկական ամբուլատորիաների վերանորոգման ծրագիր ենք իրականացրել, երրորդը նախանշել ենք Տեր-Տնաշենի բժշկական ամբուլատորիա։ Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, մարզպետն ընդգծեց պետական սուբսիդավորման եւ լիզինգային ծրագրերի արդյունավետ ազդեցությունը, ավելացել են աշնանացան հացահատիկի ցանքատարածություններն ու ջերմոցային տնտեսությունները։ 25 թվականի աշնանը ցանված աշնանացան ցորենի ցանկատարությունները ավել են 3500 հեկտարը, ինչը վստահ կարող եմ ասել, որ բավականին լավ արդյունք է տալի նախորդ տարիների մեր ունեցած փորձը հաշվի առնելով։ Ռոռոկման համակարգերի բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան իրենց ցանկերը ռոռոկում կազմակերպել ժամանակին։ 2025-ին մարզում կատարված բարեփոխումներից կարևորագույնը կոշտ կենցաղային թափոնների կառավարումն էր։ Մարզում իրականացվում է կենտրոնացված աղբահանություն, ինչն առաջին հերթին նպաստելու է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը։ Մարզի 5 խոշորացված համայնքներից 3-ը ամբողջությամբ անցել են կենտրոնացած կառավարման եւ այս 3 խոշորացված համայնքներում գեներացվող ամբողջ աղբը տեղափոխվում է Կոտայքի մարզի աղբավայր։ Առաջիկա ամիսներին Մարտունի խոշորացված համայնքը եւս կանցնի կենցաղային թափոնների կառավարման կենտրոնի կողմից սպասարկման եւ նրանից հետո Վարդենիս խոշորացված համայնքը եւս։ Մարզպետն անդրադարձավ նաև մարզի տարածքում կայուն ուղևորափոխադրումներին, տեղեկացնելով, որ 2025 թվականի վերջին հայտարարված մրցույթով արդեն հայտնի են Սևան, Ճամբարակ եւ Գավառ համայնքներում
հաղթող ճանաչված կազմակերպությունները, իսկ Մարտունի եւ Վարդենիս համայնքներում ուղևորափոխադրում կիրականացնեն համայնքային ընկերությունները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գավառում ձմեռային մարզական փառատոն է անցկացվել։ Մասնակցել են համայնքի հանրակրթական դպրոցների, մարզադպրոցի եւ տարածքային ստորաբաժանումների աշակերտներն ու թիմերը։ Փառատոնն ուղեկցվել է գեղարվեստական միջոցառմամբ եւ պարգևատրումներով։ Առողջ ապրելակերպ խորագիրը կրող Գեղարքունյաց ձմեռ 2026 միջոցառման շրջանակներում Գավառում անցկացվում է Գավառի ձմեռային խաղեր 2026 մարզական փառատոնը։ Գավառի համայնքապետարանը հոգացել էր տարածքում մարզական միջավայրի ապահովումը, իսկ ձյան առած շերտը ավելի հետաքրքիր էր դարձնում փառատոնի ընթացքը։ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ այս տարի եւս տեղի ունեցավ ավանդույթ դարձած Գավառի ձմեռային խաղեր փառատոնը։ Այս տարի ավելի շատ դպրոցներ մասնակցեցին, հետաքրքիր էր մասնակիցների համար, իմ կարծիքով կարողացել ենք ապահովենք մարզասերների համար հետաքրքիր միջավայր։ Փառատոնի մասնակիցները Գավառ համայնքի հանրակրթական դպրոցների, Գավառի մարզադպրոցի տարածքային ստորաբաժանումների մարզիկներն ու թիմերն են։ Նրանք իրենց ուժերը չափում են պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, բասկամարտ, ձնագնդիով հարված նշանակետին, ազգային մարզաձևերում եւ Սպորտլանդիայում։ Ես ներկայացնում եմ Գավառի երկրորդ միջնակարգ դպրոցը, պատրաստվել ենք այս փառատոնին, եկել ենք լի ուրախություններով եւ շատ մեծ բավականություն ստացանք եւ վայելեցինք ձմեռը։ Ես մասնակցեցի պարանի ձգման վարժությանը եւ մենք հաղթեցինք, բավական երկար պատրաստվել էինք այս միջոցառմանը եւ շատ ուրախ եմ, որ մենք հաղթող ճանաչվեցինք, շատ շնորհակալ ենք այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Մարզական փառատոնի մասնակիցներին մեկտեղել է առողջ ապրելակերպի գաղափարը եւ մրցակցության ոգին։ Փառատոնի գեղարվեստական մասն էլ ապահովում են Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի բարարվեստի բաժնի սաները։ Մասնակիցների թիվը շատ են եւ երեխաները սիրով մասնակցում են բոլոր միջոցառումներին։ Երեխաներին տալիս է ընկերություն, բարեկամություն, արդարի խաղի կանոնների պաշտպանում, առողջություն։ Մարզական փառատոնն ամփոփվում է պարգևատրումներով, հաղթող ճանաչված թիմերին գավաթներ են հանձնվում, իսկ փառատոնի կազմակերպման գործում աջակցություն ցուցաբերած անհատներին եւ կառույցներին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից շնորհակալագրեր։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։